Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ մեր առաջին հյուրերն են Սամիթ միջազգային ամառային պարային փառատոնի գեղարվեստական ղեկավար, Բալմանուկյան պարային նախագծի գեղարվեստական ղեկավար, ժամանակակից պարի ուսուցիչ, պարուսույց Վալերիա Կասպարովան, բարի լույս, Ռոզենթալ խմբի հիմնադիր, գիտարահար, վոկալիստ, երգերի եւ խոսքերի հեղինակ Արմեն Եդիգարյանը։ Это парта, комсомол, спортсмены просто. Բարի լույս։ Թեման, Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնում նոյեմբերի 10-ին ժամը 19-ին ցուցադրվի հայկական երաժշտության ու պարի յուրահատուկ սինթեզով արևի մարտիկ ժամանակակից բալետային ներկայացումը։ Այն ստեղծվել է խորեոգրաֆ Վալերիա Կասպարովայի եւ հայկական Ռոզենթալ ռոք խմբի հիմնադիր Արմեն Եդիգարյանի ստեղծագործական համագործակցության արդյունքում, ավելի մանրամասն մեր հյուրերի հետ։ Նախ շնորհավորում եմ, Ռոզենթալ 10 տարեկան է դառնում։ Այո, շնորհակալ եմ։ Մենք էլ չհասկացանք մոտավորապես 10 տարին, լուրջ։ Բայց ամփոփելով այս 10 տարին, էլի գոնե ամփոփում ենք համերգների շարքով։ Իրականում սկսեցինք առաջին համերգը ինքներս մեզ ոնց որ տրիբյուտ անելով, նվագում էինք մեր ամենավաղ շրջանի երգերը ու մենակ այդ շրջանի երգերով 2.5 ժամանոց համերգ ենք ունեցել ակումբային, եկել էին այն ամենահին ժողովուրդը, ովքեր որ մեր առաջին համերգներից մեզ լսում են։ Այսինքն այս 10 տարիների ընթացքում մեր մոտ մի քանի տարբեր ծրագրեր են ձևավորվել, էլի։ Ոնց որ այդ շրջանը փակեցինք, մեր ոնց որ ավելի վերջին շրջանի թարմ երգերով մի այլ ծրագիր նվագեցինք, արեցինք տեսահոլովակի պրեմիերա, 2 երգ թողարկեցինք ու ամփոփում ենք այս համերգների շարքը օպերա եւ բալետ թատրոնում։ Այս ոնց որ կատարսիսն է, էլի, արդեն այս մեր 10 տարվա անցած ճանապարհի, իսկ Վանեի հետ հանդիպումը ու համագործակցությունը ընդդեմ էլ ավելի խորհրդանշական սարքեց այս փաստը։ Ինչպես ծնվեց Արևի մարտիկ բալետի գաղափարը։ Նախ ինչու արևի ալբոմում sense գործ ունեք Արևի մարտիկ, դա զուգադիպությունա թե ահա ոնց որ երևի հենց այդտեղից էլ Վանեն վերցրել է, երգի անունն է Արևի մարտիկ, երգում դիմում է Արևի մարդկանց, առաջին դեմքից Արևի մարտիկ էլ մենք ենք էլի իմ պատկերացմամբ։ Արևը եղել է խորհրդանիշ մեր ազգի մոտ։ Այո, հավերժության։ Հազարամյակներ շարունակ։ Եվ մենք արևային մարդիկ ենք։ Ինչը արևը տալիս է ծաղիկներին, երաժշտությունն է տալիս մարդկանց։ Ավելի մանրամասն։ Շատ լավ եք։ Одноклассники-ից եմ վերցրել։ Եթե ավելի մանրամասն վաղուց ունեի այսպես գաղափար, գնում էի տարբեր պարատոններին պարային ու ես ներկայացնում էի Ռուսաստանը, բայց մի վերջին 10 տարի միշտ ասում էի, բա Հայաստանի մասին գիտեք, ու ես ասում էի Armenia, իրանք ասում էին Romania, sorry, Albania։ Ու ես նենց նեղված էի, նենց նեղացած էի ու հասկացա, հələ սպասեք ժամանակը կգա։ Մենք Հայաստանում ինչն ենք անելու, դեռ նենց Հայաստանի մասին կլսեք, կխնդրեք, որ գաք մեր երկիրը։ Ու համտածում էի, ինչ կարամ գտնեմ, այսպիսի հայկական, բայց նույն ժամանակին հենց ժամանակակից, ժամանակին համապատասխան եւ ուժեղ արտահայտություն արդեն իսկ երաժշտության մեջ, քանի որ ես էլ մի փոքր երաժշտական կրթություն ունեմ, ես շատ ոնց ասեմ։ Ասա ոնց։ Դուք ոնց ռուսերեն ասեք։ Իդեպ ուզում եմ մեր հեռուստայտողին, հա, նաև տեղեկացնեմ, հա, որ Վալերիան այն մարդկանցից է, ով քանի տարի ապրել Պիտերում, Սանկտ Պետերբուրգում։ Ծնվել մեծացել եմ։ 25-26 տարի։ 5 տարի առաջ Վալերիան վերադարձել է Հայաստան։ Ու առհասարակ ես, երբ որ ճիշտ է մենք ընդհատեցինք թեմայից մի փոքր շեղում ենք, ես գիտեք իմ ամենամեծ ցանկությունը երազանքը նպատակներից մեկ ու իմ կարծիքով շատ-շատերի 10-ից տես մի օր գա որ բոլորս ամբողջ հայությունը երկիր մոլորակից վերադառնա Հայաստան, որովհետև Հայաստանի պես սիրուն, Հայաստանի պես մենք երկիր մոլորակի վրա այսքան ենք չենք երևում, բայց մեր մշակույթը, մեր հողը, մեր ջուրը, մեր սարերը, մեր անտառները, մեր ամեն ինչը, մեր հայերի ջիգարը բոլորին է գերում ու գրավում։ Այո, շարունակենք։ Հենց դրա համար էլ արեցինք այս ներկայացումը, որովհետև Արմենի երաժշտությունը ինքը շատ գրավիչը, շատ խոսացողը, լիքը փիլոսոփայական արտահայտություններ կան, որը քեզ ստիպում են մտածես, արդյոք ես ճիշտ եմ ապրում, արդյոք ես լավ հայ եմ, արդյոք ես լավ մարդ եմ, ու ես որ առաջին անգամ live session-ը լսեցի, հասկացա, որ էսա, վերջ, այն ինչ ես փնտրում էի մի քանի տարի, եւ հասկացա, որ կամ
հիմա կամ երբեք գնացի Արմենի մոտ ու պարզվավ որ մենք նաև ցանոթ ենք ուրիշ ձևերով եւ եկա իր մոտ ասում սպես բան եմ ուզում անեմ անում ենք Արմենն էլ sense համապատասխան որպես արվեստի մարդ ասեցի հարկե անում ենք Եվ այսպես մենք խոսացինք, քննարկեցինք, հավաքեցինք ամբողջ երաժշտական ալբոմը, իմիջիալս որ նոր ալբոմ է, կարող է Արմենը ավելի ճիշտ կպատմի դրա մասին։ Ես էլ փորձում էի հայկական ազգագրական պարերի հիմնված վերամշակեի դեպի ժամանակակից, այսինքն նենց չի որ մենք ուղղակի ես ինչ մտածել եմ, դա էլ շարժվում է, բացարձակ ոչ։ Իրանք հիմնված են այդ ազգագրականը, այսինքն կանոնները, որ ազգականների մեջ կան, ասենք ոնց ենք վերաբերվում դեպի գետնին, ինչ հարաբերություններ ունենք երկնքի հետ, այդ սա պահպանված է, բայց ժամանակակից ձևով մտածված է։ Եվ այսպես որոշեցինք համել, որ Ռոզենտալի 10-ամյակն է, հասկացանք, որ վաղտնա անցել ուրիշ լևելին մեզ բոլորիս, համ Balmacan Dance Project-ին, համ Ռոզենտալին, ու մենք ուզում ենք այս ներկայացման պրեմիերաները սկսվել են բառը ասա շրջագայություններից ու Ռուսաստանում ֆուրոր ա եղել, այն աստիճանի ֆուրոր, որ մեզ դրանից հետո էլ կանչել են Արխանգելսկ, նորից Պետերբուրգ ու հա ուզում են մեզ տեսնել, մենակ հայերը չէ, այլ ռուսներն են, այլ ազգիներն են ու ասում են, որ ովքեր չեն հասկանում բառերը, ասում են մեկը փոխանցվում է շատ ուժեղ էներգիա, թե ինչ посыл երաժշտությունը ունի լեզու։ Ինչ մեսեջ կա։ Հա, մեսեջ դել հայերեն չեղավ, բայց ոչինչ։ Իսկ հայերը լրիվ ուրիշ ձև կանքալեն, որովհետև դա կոնկրետ մանիֆեստ է, մենք շատ ենք ասում դրա մասին, որ մենք հայերս պետք է վերլուծենք մեր պատմությունը, հարգենք, չմոռանանք, բայց չմնանք էլ մեր անցյալի մեջ, հիշեցի Եվ գնանք առաջ, վեկալենք պատասխանատվությունը մեր ձեռքերի մեջ, ժամանակը չի սպասում, պետք է գնալ առաջ։ Ես Արմենին հարց ունեմ։ Ռոզենթալի երաժշտական ոճը ինչպես հարմարվեց բալետային ձևաչափին։ Ռոք բալետ է սպասում ես։ Այո, ռոք բալետ է։ Ռոք ժամանակակից բալետ։ Ավելի ճիշտ կլինի ասել երևի բալետը ոնց հարմարվեց մեր երաժշտությանը, որովհետև Վանեն հենց հենվել է ձայնագրությունների վրա։ Այս ալբոմը, որը ասում ենք իր կոնցեպտուալ իմաստով դեռ ամբողջությամբ ձայնագրված չի, չնայած որ process-ը սկսվել է 2 տարի առաջվանից, բայց ամենաառաջին իսկ գրված երգից, որ ես դեռ 5 տարի առաջ առաջին երգը գրեցի հայերենով, մինչև այդ Ռոզենթալի սա երգերը անգլալեզու են եղել։ Դրանից հետո ինչ-որ պահի, այն ինչ-որ պատմում էր Վանեն, այդ ճանապարհը ես ներքուստ անցա, ինքս իմ մեջ նայեցի, ես եկա հետ իմ ագունքներին, սկսեցի հայերեն մտածել նաև երաժշտության մեջ, ու այդ երգերից լիքը դեմոներ են հավաքել, այսինքն ձայնագրություններ, որ աշխատանքային ես կատարել եմ, կիսել եմ իմ երաժիշտների հետ, ուղարկել եմ Վանեին, ու այդտենց հավաքեցինք այդ ալբոմը, որ սկզբից մինչև վերջ պատկերացում ունենանք ու ինքը աշխատել էր։ Մենք իրար հետ շփվել ենք բանավոր, օրինակ ասել է դու ինչ ես կարծում ես երգը ինչի մասին է, այս մյուս երգը ինչի մասին է, ես էլ տեքստային բացել եմ սա բոլոր 9 երգերը ու ոնց որ սինոպսիս կարելի է ասել դրան որ տենց նու փոքրիկ սյուժետային ինչ որ գծել ենք հետո մնացած աշխատանքները ինքը արդեն պարողների հետ շատ մեծ ծավալի աշխատանք էր, երևի մի ամիս ու մենք գիտենք deadline-ով էլի, որ արդեն այդ Պետերբուրգի ֆեստիվալը կա, որտեղ իրոք որ մեզ մնար sense պերֆեկցիոնիստների պես մզմզալով, բզբզալով, մինչև ամեն ինչ իդեալական լիներ, բայց իրականում երբեմն պերֆեկցիոնիստ լինելը խանգարում է, չէ՞, շատ դեպքերում միշտ օգնում է, բայց շատ բզբզալը ճակերտավոր ասված։ Չափ էլի, հա, լավ ոնց որ մինչև ինչ-որ մի կետ այդ ինքնակրիտիկան ունենալ ու ոնց որ ցկտել ավելի բայց չափը չանցնել որովհետեւ լավ արդյունքի հա բայց եթե դա ոնց որ արդեն սեփական առողջության ունի արտերի հաշվին է արդեն իմաստ չունի հիվանդագին է արդեն դառնում երկուսիդ գաղափարներ սա բայց ձեր յետևում երկու կողմը ձեր յետևում կան մեծ թիմեր կան մեծ ընտանիքներ այ կուզեմ խոսենք այդ մարդկանց մասին որովհետեւ առանց նրանց ըստ դուք ոչ մի բան չեք կարող ստանալ իհարկե ոնց որ
Սա այն մասշտաբի աշխատանք է, որ առանց թիմ հնարավոր չի լինի ուղղակի, էլի մենք ոնց որ գաղափարի մակարդակում հունձել ենք, մշակել ենք, պատկերացրել ենք, թե ինչպես պետք է ռեալիզացնենք, բայց իրոք եթե չլինեին մեր թիմագիստները, սա անհնար կդառնար իմ կողմից, որ Սարի պես մեջքից կանգնած են բասիստ բարաբանշիկ Նարեկ Թովմասյան, Հարութ Ասերյան, իմ 100 տարվա շատ լավ ընկերներս, Վանեի ու Բալմանյուգյան Dance Project-ի կողմից էլ ես երևի կուզենայի երկու մարդ նշեի, ովքեր շատ մեծ դեր խաղացին այս ներկայացման համար, առաջին հերթին Աստղիկ Եդիգարյանը, ով մեզ ծանոթացրեց, ինքը մեզ որ չծանոթացրեր, ես չգիտեմ արդյոք ես կգտնեի ճանապարհը դեպի Արմենը, եւ արդյոք այդ ամեն ինչը կլիներ եւ ընդհանրապես շատ շնորհակալ եմ իր մարդու տեսակի համար, ինչքան է աջակցում արվեստին Հայաստանում շատ մեծ ներդրում է անում զարգացնելու մեջ, մեկ էլ Արման Բալմանոկյանին, ով նաեւ իմ ամուսինն է, ով նաեւ ինձ օգնեց ստեղ տեղափոխվեմ ու այս 5 տարի ինձ աջակցելը սխալ կլինի, չէ՞։ Поддержал. Ну, поддерживал. Եվ նաև իր ջանքերի շնորհիվ մենք հնարավորություն ունենք հիմա օպերայի եւ բալետի թատրոնում մեր հայաստանյան պրեմիերա ունենանք եւ իհարկե Բալմանոկյան Dance Project-ի անդամները, ովքեր ուղղակի ուզում եմ պատկերացնենք, մենք ապրում ենք ռազմական կոշիկներով։ Հիմա պատկերացրեք հուլիս 45 աստիճան, կոնդիցիոներ չկա, պատուհանը բացում ես ավելի վատ է դառնում, ունենց չի, որ խորեոգրաֆիան շատ հեշտ է կամ դու չես հոգնում, իրանք սենց ջուրը գնում, ամեն ինչ գնում են, իրանք սենց լեզուները մի 3 անգամ ֆրած, բայց աշխատում են ու իրանց ներդրումն էլ է շատ մեծ այդ ներկայացման մեջ անուններն էլ կասեմ, եթե ոչ մեկ դեմ չի, Ալբերտ Չախալյան, Էդիտա Հովանիսյան, Մելինե Արշակյան, Նադեժդա Սմբատյան, մեկ էլ Վահե Բաբաջանյան, ով ընդհանրապես մեր ներկայացումը փրկեց, վերջին պահին մտավ մեր կազմ եւ հիանալի կատարող է եւ իր յուրահատկությունն էլ ավելացրեց ներկայացման մեջ։ Թույն։ Ահռելի աշխատանք են արել ժողովուրդը ու ես չափազանց շնորհակալ եմ բոլորին իրենց մասնակցության համար ու ընթացիկ ճանապարհի, որովհետև ամեն մեկը իրոք մի կդոր իրանից տրում է ու հարթում է այն ճանապարհը, ինչ որ մենք տեսնում ենք, որ գնում ենք, էլի, ընթացքի մեջ ենք ու այս ներկայացումը հիշում է դեռ շատ բեմեր ենք տանելու։ Այդ դուք նշեցիք, որ Ռուսաստանի Դաշնություն, Արխանգելսկ ձեզ շատ սիրում են, շատ լավ ընդունում են։ Այս կարծում եմ առաջնախաղից հետո արդյոք կա գաղափար կամ միտք, օրինակ Երևանից դուրս գալու, որովհետև ամեն ինչ ոնց որ կենտրոնացած է Երևանում, բայց մենք ունենք մարզեր, մենք ունենք մեր յուրաքանչյուր մարզը մշակույթի սիրահար է ու ցավոք սրտի մարդիկ կարոտ են մնում այդ ամենին։ Օրինակ չնայած մենք վերջերս ենք հյուր էինք ընդունել Հրազդանում, բացվել է երկրորդ թատրոնը։ Դա պատկերացնում եք, դա տոնա է, տոնա Մենք շատ ուրախ կլինենք, իրականում քննարկումների մեջ ենք, անպայման կուզենք Գյումրի տանել հաջորդը, մի հատ տեսնենք Երևանում ինչպես կստացվի, մենք մենակ իրոք ոնց ասեցի ուրախ կլինենք։ Չնայած հասկանում եմ, որ դա տեխնիկապես եւ ֆինանսապես շատ բարդ է։ Հենց այդ ուզում ասել, որ ներկայացումը Իրանով բավականին ծավալուն է ու իրենից ենթադրում է տեխնիկական հագեցվածություն, թե ցայնի մասով, թե լույսի մասով, այսինքն պատկերացրեք ռոք համերգ է, մի հատ պետք է մենք ռոք համերգը սպասարկենք, հետո ավելացնենք մնացած հարթակը ու լույսերը արդեն պարողների համար ու այդ երկուսի սինթեզ է իրար արդեն, հա։ Բայց ես կավելացնեմ, քանի որ Արմենն էլ է ռեժիսոր, ես էլ եմ ռեժիսոր, մենք շատ ճկուն ենք ու մեր փակ դիտումը Երևանում անցկացվել է թատրոն տանիքում, հենց տանիքի վրա ու դա էլ էր լրիվ ուրիշ փորձառություն եւ ֆորմատ ու ըստ դրա մենք հասկացանք, որ այս ներկայացումը
հիանալի է նրանով, որ մենք կարանք ցույց տանք թե բացօթյա տարածքում, թե մի քիչ ավելի կամերային, թե մեծ բեմեր, ամեն ինչն էլ կսազի ու մենք գտնում ենք ձևը, ամենակարևորը հիանալի ձեն ապահոված լինի, մնացած հարցերը մենք լուծում ենք մեզնով ու դրա համար էլ մենք ուզում ենք համ Հայաստանում, համ Հայաստանից դուրս ցանկացած թե երաժշտական, թե պարային փառատոները մասնակցել եւ մասնակցում ենք, որ ցույց տանք հայկական մշակույթը ամենատարբեր անկյուններից։ Այ օրինակ ես վստահ եմ դուք ծանոթ եք, խոսենք ռուս հանդիսատեսի մասին, հա, այ արդյոք շատ մեծ է տարբերությունը ռուս եւ հայ հանդիսատեսի եւ արդյոք ըստ ձեզ, հա, պետք է ինչ-որ դետալներ, ինչ-որ մեխանիզմներ, ինչ-որ բաներ պետք է փոփոխել այս կամ այն հանդիսատեսի։ Եվ ես մի բան էլ ավելացնեմ կներես իհարկե, որ հանդիսատեսն է ավելի պահանջկոտ։ Ասում են հայերը, դա ճիշտ է։ Բարդ հարց է, որովհետև սա կարա մի 2 ժամվա թեման լինի։ Ունենք ընդհանրապես 1 րոպե։ Հենց այդ է խնդիրը։ Իրականում շատ տարբեր է հանդիսատեսը, այո, որովհետև Ռուսաստանում արդեն որոշ փուլ է անցած է, որ իրանք գալիս են թատրոն ոչ առանց սպասելիքների ու իրանք շատ բաց ընկալում են ցանկացած նորություն կամ ցանկացած ուրիշ մոտեցում, կարծում եմ, որ Հայաստանի հանդիսատեսը շատ լավն է, ուղղակի հենց ժամանակակից բարի կամ ժամանակակից երաժշտության առումով դեռ մենք ճանապարհ ունենք անցնելու եւ կարող է դրա համար դեռ ինչ որ մի ուրիշ զգացմունքները կստանանք, բայց ամեն դեպքում արդեն իսկ Հայաստանի հանդիսատեսը ներգրաված է լինում կամաց հենց ժամանակակից պարարվեստի մեջ ու ռոք երաժշտությունը վստահ եմ, որ էլի մի 10 տարի հաստատ հետաքրքրված կլինի, ինչ որ մի սենց առանձին համայնք երաժշտական, բայց Հայաստանի հանդիսատեսը իրոք շատ խիստ չէ, ծանր Չէ, լավն են։ Ամեն ինչ լավ է։ Լավն են, բայց շատ քննադատ են ավելի եւ խիստ են, կարծում եմ։ Շնորհակալ ենք շատ, ինչպես ասում են, неплохо не пера. Где к черту? Չորտո։ Իսկ մեր հերոստատորին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ Սպենդերյանի անվան ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնում նոյեմբերի 10-ին ժամը 15-ին ցուցադրվի հայկական երաժշտության ու բարի յուրահատուկ սինթեզով Արևի մարդիկ ժամանակակից բալետային ներկայացումը։ Մեր հյուրերն են Սամետ միջազգային համառային պարային փառատոնի գեղարվեստական ղեկավար Բալմանուկյան, պարային նախագծի գեղարվեստական ղեկավար ժամանակակից բարի Պարիսույց Վալերիա Կասպարովը, ով 5 տարի առաջ վերադարձավ Հայաստան, ել հետ չգնաք։ Եվ Ռոզենթալ խմբի հիմնադիր, գիտարահար, վոկալիստ, երգերի եւ խոսքերի հեղինակ եւ պրոստե կրասավչիկ Արմեն Շնորհակալ ենք շատ։ Ձեր կողմից շնորհակալություն։ Ձեզ լավ օր։ Համետ եք սիրով, ուրախ կլինենք ձեզ տեսնենք։ Շնորհակալ ենք շատ։ Իսկ մեր հերոստատողին առաջարկում ենք պատրաստել երկրորդ գաղաթ սուրճը, եթե երկրորդ։ Եվ դիմավորենք մեր երկրորդ հյուրերին։ Եվ դիմավորենք փոքրիկ դադարից հետո մեր երկրորդ հյուրերին։ Մնացեք մեզ հետ։